ներկայացությունների։ Այդ դիվանագիտական ներկայացությունների բացումը ըստ էության ցույց է տալիս այն մրցակցությունը եւ հետաքրությունը, ինչի մասին ըստ էության ես խոսեցի, որքան ես տեղյակ եմ, ռուսական կողմի նախաձեռնությունը եւ Հայաստանի իշխանություններին այդ տեղեկատվության փոխանցումը իրենց մտադրության մասին հյուպատոսության բացման մասով նույնիսկ ես կարծում եմ շատ ավելի վաղ է եղել, քան եղել է ֆրանսիական առաջարկը եւ այս պայմաններում իհարկե այստեղ մտորելու կամ քննարկելու հարցեր կան, ակնհայտ է կա կոնկրետ վերաբերմունք, դիրքորոշում, ես չեմ ասում սա լավ է կամ վատ է, բայց ակնհայտ կա մրցակցություն, Հայաստանի իշխանությունները տարբեր իրավիճակներում կոնկրետ ունեն իրենց մոտեցումներ ու վերաբերմունքը, ինչը արտահայտվում է եւ նաեւ արտահայտվում է ռուսական այդ հյուպատոսության աշխատանքների, այսպես ասեմ, անդադձգվելու առումով, բայց առաջին հերթին այս երկրների համար ասում եմ երկու կարևոր հանգամանք կա։ Առաջինը Իրանի սահմանակից լինելու հանգամանքը, որովհետև Իրանի դեմ հնարավոր գործողությունների, այդ գործողությունները միայն ռազմական նկատի չունեմ, շատ կարևոր է թե սահմանակից երկրները ինչպիսի վերաբերմունք եւ դիրքորոշում ունեն Իրանի նկատմամբ եւ բնականաբար յուրաքանչյուր իր շահերի շրջանակներում փորձում է Հայաստանի իշխանություններին տանել այդ դաշտ եւ երկրորդը հատկապես վերջին տարիներին Սյունիքը դիտվում է որպես կոմունիկացիոն ուղի, սկսած Չինաստանից Թուրքիայով դեպի Եվրոպա գնալու առանցքից, նաև այլ տեսանկյունից Ռուսաստան, Իրան եւ այլն առանցքի առումով եւ այստեղ յուրաքանչյուրը ունի իր պլանները, յուրաքանչյուրը փորձում է հնարավորինս իր համար վերահսկելի դարձնել Սյունիքը։ Հիմա այն իրավիճակում, երբ որ աշխարհաքաղաքական որևէ կենտրոն կամ միգուցե մի քանի դերակատարներ տեսնեն, որ գործընթացը գնում է ոչ իրենց համար նախընտրելու ուղղությամբ, միգուցե նաև փորձեն հրահրումներ կազմակերպել։ Դրա համար եմ ասում, արտաքին գործոնը այստեղ կա եւ անկախ նրանից թե Հայաստանի իշխանությունները պատկերացնում են, չեն պատկերացնում կամ գիտակցված չգիտակցված են հայտարարություններ անում, ամեն դեպքում հատկապես Սյունիքի նկատմամբ այդ ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական ազդեցությունը կա եւ նաեւ որոշակի դեպքերում ունենում է որոշիչ ազդեցություն, հատկապես եթե Հայաստանում այս որակի, այս մոտեցման եւ այս քաղաքականության կառավարիչներն են։